Նոր կտակարան Մարկոս 6 30-ից 56 համարներ Հացի բազմացումը և 5000-ի կերակրումը Առաքյալները Հիսուսի մոտ վերադարձան և նրան պատմեցին այն ամենը, ինչ արել էին և ինչ որ ուսուցանել էին։ Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տեղ եկեք և մի քիչ հանգստացեք, որովհետև եկող գնացողները շատ էին և նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեին, և նավով մի ամայի տեղում առանձնացան։ Շատերը նրանց գնալիս տեսան և ճանաչեցին, բոլոր քաղաքներից ոտքով այնտեղ էին վազում, նրանք նրանցից շուտ այնտեղ հասան ու հավաքվեցին Հիսուսի շուրջը։ Եվ Հիսուսը ցամաք եկավ, մեծ բազմություն տեսավ, գթաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման, և սկսեց նրանց շատ բաներ ուսուցանել։ Երբ արդեն շատ ժամանակ էր անցել, աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս վայրն ամայի է և ուշ ժամ է, ժողովրդին արձակիր, որ շրջակա ագարակներն ու գյուղերը գնան հաց առնելու, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Դուք դրանց ուտելիք տվեք»։ Այդժամ նրան ասացին. «Գնանք 200 դինարի հաց առնենք ու նրանց տանք, որ ուտեն»։ Իսկ նա հարցրեց նրանց. «Քանի հատ հաց ունեք, գնացեք ու տեսեք»։ Երբ իմացան, նրան ասացին. «5 հաց և 2 ձուկ»։ Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ նստեցնեն դալար խոտի վրա, և նրանք դաս նստեցին, 100 և 50։ Հիսուսը վերցրեց 5 հացն ու 2 ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց ու աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն 2 ձկները նույնպես բոլորին բաժանեց։ Բոլորն էլ կերան ու կշտացան, հացի ու ձկան կտորներից հավաքեցին նաև 12 լիքը կողով։ Նրանք, որ հաց կերան, մոտ 5000 տղամարդիկ էին։ Հիսուսը քայլում է ջրի վրայով։ Ապա անմիջապես իր աշակերտներին ստիպեց, որ նավ մտնեն, գնան դիմացի ափը Բեթսայիդա և այնտեղ իրեն սպասեն, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ Եվ նրանց հրաժեշտ տալով բարձրացավ լեռը աղոթելու։ Երբ երեկո եղավ, նավը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսը ցամաքին մենակ։ Եվ տեսավ, որ թիավարելիս նրանք չարչարվում էին, որովհետև քամին նրանց հակառակ էր փչում։ Գիշերվա 4-րդ ժամին Հիսուսը լճի վրա քայլելով նրանց մոտ եկավ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ Երբ աշակերտները տեսան նրան լճի վրա քայլելիս, կարծեցին, թե ուրվական է, և աղաղակեցին, որովհետև բոլորը նրան տեսան ու վախեցան։ Եվ Հիսուսն իսկույն նրանց հետ խոսեց ու ասաց. «Քաջալերվեք, ես եմ, մի վախեցեք»։ Ապա նրանց մոտ նավ բարձրացավ ու քամին դադարեց, և աշակերտները չափազանց ապշած ու զարմացած էին, որովհետև չէին հասկացել նաև այն հացի հրաշքը, քանի որ նրանց սիրտն ընդարմացած էր։ Բժշկումներ Գենեսարեթում Եվ լճի մյուս կողմն անցնելով եկան Գենեսարեթ ու ցամաք ելան։ Երբ նրանք դուրս եկան նավից, մարդիկ իսկույն ճանաչեցին Հիսուսին։ Այդժամ գավառի ամբողջ շրջակայքից վազեցին և սկսեցին մահիճներով հիվանդների բերել, որտեղ լսում էին, թե Հիսուսն այնտեղ է։ Եվ ուր որ մտնում էր, գյուղեր, քաղաքներ, թե ագարակներ, հիվանդներին հրապարակներում էին դնում ու նրան խնդրում էին, որ գոնե հագուստի քղանցքին դիպչեին, և ովքեր որ նրան դիպան, բժշկվեցին։